Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցելու եմ քաղաքական գործիչ Հայաստան Դաշնքի ներկայացուցիչ Արև Վարդանյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան, ավերն ընդունելու համար։ Նախընտրական process-ը ըստ էության մտել է իր հիմնական տրամաբանության մեջ, քաղաքական հիմնական դերակատարները արդեն իսկ կարելի է ասել նաև քարոզություն են իրականացնում, իշխանությունը, ընդդիմադիր ուժերը, հա, եւ վերջերս այսպես շատ մեծ միջոցառմամբ այս մեկնարկ տրվեց ըստ էության նաև Հայաստան Դաշնքի որ ներկա է, որի անդամ եք նաև դուք, ինչպես է գնահատում մեկնարկը եւ ուղերձները, որ ուղերձները հիմնական ուղերձները կառանձնացնեիք այդ հանդիպումից։ Շնորհակալ եմ հրավերի համար, այո, բոլորս ականատես եղանք Հայաստան Դաշնքի մեկնարկին։ Նախ պետք է ասել, որ սա ոչ թե դասական մեկնարկ էր, քանի որ մարացել չէր Հայաստան Դաշինքը, մենք գիտենք, որ մեր պատգամավորները բավականին ակտիվ մասնակցություն ունեն նաև ազգային ժողովի աշխատանքներում, որոշ մարդկանց մի մասը ասում է, որ սխալ է մասնակցել նիստերին, որոշները ասում են ճիշտ է, ես այն համոզմունքին եմ, որ ճիշտ է եւ պետք է օգտագործել բոլոր հնարավոր հարթակները մեր հասարակությանը ել ավելի գիտակից դարձնելու համար, բոլոր խնդիրները հենց Նիկոլի դեմքին ասելու համար եւ կարծում եմ դա իր դրական նաեւ արդյունք ունենալու է հենց ընտրությունների ժամանակ։ Կարևոր մեսիջները, որոնք թե նախագահը, թե այլ ներկայացուցիչները հանդիպան ժամանակ նշեցին, ես կառանձնացնեի հետեւելը։ Առաջինը ինձ համար ամենակարևորը դա իհարկե այն գաղափարն է, որ չեն կարող անպատիժ մնալ այն բոլոր դերակատարները, որոնք որ պատճառ են դարձել, հանդիսացել Արցախի հանձնման, հազարավոր զոհերի եւ տարբեր շատ ու շատ հարցերի պատճառ, բայց նաեւ պետք է հասկանանք, որ նաեւ պատասխանատվությանը ենթարկվում մարդիկ, որոնք խաբել են հայ ժողովրդին։ Սա էլ է շատ կարևոր բորից։ Կարծում եմ, որ ինչի համար է ինձ համար անհատապես սա շատ կարևոր հարց, որ ապագայում որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ ինքը կարող է հայ ժողովրդին խաբելով գա իշխանության եւ այնուհետեւ օգտագործի այդ իշխանությունը ի վնաս այդ ժողովրդի։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ եթե այդ պատիժը չլինի, ապա ես կարող եմ միանշանակ պնդել, որ տարիներ անց կլինի նոր Նիկոլ։ Միգուցե այլ անունով, միգուցե այլ տեսքով, բայց միանշանակ կլինի։ Եվ սա շատ կարևոր քայլ է եւ եթե չեմ սխալվում, նախագահը միակն է ամբողջ ընդդիմադիր դաշտում, բոլոր ընդդիմադիր բևեռների մեջ, ով բացահայտ դրա մասին խոսեց եւ ասեց, որ չի լինելու պատժից խուսափում։ Շատ կարևոր է։ Ընդհանրապես ընդդիմության մեջ կան թևեր, որոնք աշխատանք են առաջարկում Նիկոլ Փաշինյանը։ Այո, ինձ համար դա անհասկանալի է, միգուցե PR քայլ է ինչ որ, բայց ինձ համար անհատապես դա անհասկանալի է։ Երկրորդը շատ կարևոր, որ մենք մեր օրակարգում ենք պահելու արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ Սա եւս շատ կարևոր խնդիր է եւ նախագահը չի երկմտել դա ասելուց։ Սա էլ է կարևոր, որտեղ ընդդիմության դաշտում կրկին, եթե ամբողջ ընդդիմության մասին ենք խոսում, նույնիսկ պսևդո ընդդիմադիրների մասին, մարդիկ կարծես Բորիս ջան վախում են խոսել Արցախի մասին։ Սա ինձ համար շատ մեծ ցավ է պատճառում, որտեղ դրանով իրենք խաղում են Նիկոլի խաղը, սա մեկ։ Երկրորդը չի կարելի այդ հարցը անտեսել արցախցիների վերադառնալու իրավունքը, սա անկախտելի իրավունք է, որը միջազգային բոլոր հնարավորություններում մենք որևէ խնդիր չենք ունենա առաջ տանելու։ Եվ նաև դա բանակցային դիրքերի ուժեղացում է Հայաստանի համար, որտեղ այսօր գաղտնիք չէ, որ մենք որպես բանակցային կողմ այլևս չունենք ոչինչ։ Մենք բոբիկ ենք բոլոր բանակցություններում։ Սա երկրորդը, երրորդը, երբ որ խոսած
Աննա Գրիգորյանը անվճար կրթության մասին շատ սրտովս էր, որովհետև ես իրոք այն մարդկանցից եմ, որ համարում եմ, որ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին։ Մենք իրոք վերջի 30 տարվա ընթացքում ունեցել ենք բավականին վատ տենդենսներ կրթության հետ կապված եւ ես լիահույս եմ, որ ընտրություններում հաղթելուց հետո մենք կարողանանք վերականգնել կրթության համակարգը, դարձնել Հայաստանը հայտնի հենց կրթությամբ, հենց մեր կրթական հաստատություններով եւ մեր ժողովրդի կրթվածության մակարդակով։ Պարոն Վարդանյան, տեսեք, ակնհայտ է, որ բոլոր հարցումներն են ցույց տալիս, որ ընդդիմադիր դաշտում էական ուժերից մեկը Հայաստան դաշինքն է։ Եվ մի բան էլ է ակնհայտ, որ այս պահի տվյալները, վերցնելով, ես չգիտեմ 1 ամիս, 2 ամիս հետո ինչ կփոխվի, որ ամենայն հավանականությամբ լինելու է կոալիցիոն իշխանություն, եկող իշխանություն, այսինքն ընդդիմադիրները հավաքական իմաստով 50+% են հավաքելու եւ միասին ձևավորելու են իշխանություն, հեռացնելով Նիկոլ Փաշինյանին։ Եվ երբ որ այս երկու տրամաբանությունները դնում ես իրար կողքին, տեսնում ես, որ Հայաստան դաշինքի Ռոբերտ Քոչարյանի գործոնը կարևոր է այս փոփոխությունների տեսանկյունից։ Բայց մենք տեսնում ենք իշխանությունից բացի ու իշխանությունը ամենօրյա ռեժիմով, իշխանությունից բացի կան էլի որոշ շրջանակներ, որոնք իբրև թե ընդդիմություն են, բայց թողնելով իշխանությանը թիրախավորում են Ռոբերտ Քոչարյանին։ Ինչու՞։ Եթե մարդիկ իրականում հասկանում են, որ եղած տվյալները ցույց են տալիս, որ նախ կա էական ներկայացվածություն Քոչարյանի առաջնորդությամբ եւ լինելու է կոալիցիոն իշխանություն։ Դուք այստեղ տրամաբանություն տեսնում եք։ Տեսեք, նախ եւ առաջ պետք է նաեւ ամենասկզբում ասենք, որ բոլոր ընտրություններին մասնակցող ուժերը անկախ իրենց մոտ ունեցած տեղեկություններից միանշանակ հայտարարելու են, որ գնում են մեծամասնություն հավաքելու եւ դա շատ տրամաբանական եւ շատ նորմալ է։ Չի կարող որևէ ուժ մասնակցել ընտրությունների եւ հայտարարի, որ գնում է պարտության։ Այս առումով ես բոլորին ողջունում եմ, իհարկե բոլոր ընդդիմադիր ուժերը առանձին վերցրած պետք է պայքարեն 50+1 ձայն հավաքելու համար։ Կստացվի թե ոչ, դա երկրորդ հարցն է, բայց պայքարը պետք է լինի դրա համար, որպեսզի մենք վստահ լինենք, որ ընդդիմադիր բոլոր ուժերը արել են ամեն հնարավորը մաքսիմալ քվե ստանալու համար։ Հիմա վերադառնալով երկրորդ հարցին, թե ինչու են որոշ ընդդիմադիրներ, փակագծերի մեջ ընդդիմադիրներ թիրախավորում նախագահ Քոչարյանին, ինձ թվում է այստեղ շատ պարզ պատասխան պետք է լինի, որովհետև նախագահ Քոչարյանը ուղղակի քաղաքական գործիչ չէ, նա չի պատկանում որևէ ուղղության, նա չի սպասարկում որևէ այլ երկրների շահեր, նա սպասարկում է հայ ժողովրդի շահերը։ Նա միակ ընդդիմադիր գործիչն է, որը չի համագործակցել որևէ ձևով Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, կոնկրետ նախագահ Քոչարյանը որևէ տեսակի համագործակցություն չի ունեցել, ինչը մենք չենք կարող ասել ընդդիմադիր այլ բևեռների եւ մարդկանց մեջ, ընդ որում սա ոչ թե վատ իմաստով եմ ասում, այլ փաստ եմ արձանագրում։ Պայքարը նախագահի դեմ նաեւ ուղղված է ըստ իս այն հանգամանքով, որ նա առաջ է բերել պատժի ինստիտուտի կայացման գաղափարը, որ Արցախը հանձնողները պետք է պատժվեն եւ ինձ թվում է, որ Արցախը հանձնողների ցուցակում ցավոք սրտի ոչ միայն այս իշխանության ներկայացուցիչներն, այլ շատ հնարավոր հայտնվեն նաեւ այլ մարդիկ, որոնք օրինակի համար 2018-ին ինչ որ համաձայնությունների մեջ են մտել տարբեր երկրների հետ եւ արդյունքում Նիկոլին բերել իշխանության։ Նկատենք, պարոն Վարդանյան, նկատենք, որ երկրորդ նախագահի խոսքից էլ է հասկանալի դառնում, որ երբ խոսվում է պատժի մասին, խոսք չի գնում քաղաքացիների մասին, մեր հայրենակիցների մասին, խոսք չի գնում անգամ շարքային ԿՊԱ-կանների մասին։ Խոսք չի գնում, ես կարծում եմ, անգամ այն ԿՊԱ-կանների մասին, որոնք դե падգամավորական աշխատավարձ ստանում են, բայց որևէ որոշման կայացման ըստ էության չեն մասնակցել, եւ այսինքն սա վենդետա չի, սա արդարադատության մասին ենք մենք։ Բորիս ջան, նախագահը հայտնի է նրանով, որ ինքը եզակի այն մարդն է, որում այսօրվա ընդդիմադիր դաշտում հայտ ներկայացված ընդդիմադիր դաշտում միակ մարդն է, որը կարող է ասել ուղղակի ետ գնացեք եւ նայեք, երբ որ ես եկել եմ իշխանության, արդյոք եղել է վենդետա։ Եվ նա իր գործով
արդեն ապացուցել է, որ նա երբևիցե վենդետայի կողմնակից չի եւ չի էլ արել։ Մենք հիշում ենք, երբ որ 98-ին նա ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, ժողովրդի սպասելիքը շատ մեծ էր, որպեսզի պատժվեն նախկին իշխանության կոնկրետ ներկայացուցիչներ, թե թալանի համար, թե գործարանների թալանի համար եւ թե տարբեր այլ բաների համար։ Բայց նախագահ Քոչարյանը, ինչպես ինքը բազմիցս նշել է, ասաց, որ ես չեմ կարող ետ նայեմ ու գնամ առաջ, ես պետք է գնամ առաջ եւ այդպես էլ արեց։ Այսօր իրողությունը քիչ այլ է։ Այսօր խոսքը չի գնում մարդկանց մասին, Բորիսյան, որոնք ուղղակի չգիտեմ, թալանել են։ Ասենք գործարան են տարել, հա, կամ ինչ որ բնակարան են, ինչ որ մեկից գողոց է։ Խոսքը գնում է մի մարդկանց քանակի մասին, որոնք կոնկրետ աջորդի են անում մեր հանրապետության, մեր հայրենիքի մի մասը, որոնց արարքների հետևանքով մենք կորցրել ենք Արցախը, որոնց արարքների հետևանքով մենք ունեցել ենք հազարավոր զոհեր։ Այդ ամենը անպատիժ չի կարող մնալ եւ բնականաբար խոսքը չի գնում ոչ հասարակ ԿՊԱ-ականների մասին, ոչ նամանավանդ հայ ժողովրդի մասին, հակառակը նախագահի կարգախոսը այս տարվա միասին կարող ենք։ Հենց դրա մասին է, որ ինքը հենց պետք է լինի ժողովրդի տեխնացությունը, ինչպես ինքը արել է նախագահական ընտրություններում ժամանակին։ Հիշում եք, երբ որ նա հայտարարել էր, որ իմ ժողովուրդն է։ Նա շատ ուժեղ բառեր, երբ որ ինքը հայտարարել իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է, եւ այսօր նա անում է նույնը։ Նա փորձում է ժողովրդին հասկացնել, որ ժողովուրդ ձեր շահերից է բխում, որպեսզի ես վերադառնամ եւ այս ցայտնոտում հայտնված հանրապետությունը փորձեմ հանեմ այս ցեխից եւ իհարկե պատժի ենթարկեմ այն մարդկանց, որոնք ձեր գլխին այս սև ամպերը բերել են։ Ու կրկնում եմ, սա շատ կարեւոր է, որ 18-ին տեղի ունեցել խայտառակ խաբեություն, հայ ժողովրդի massայական խաբեություն։ Հիմա դրա համար ինչ որ մեկը պետք է պատասխան տա, ինչ որ մեկը կամ ինչ որ մի քանիսը։ Եվ միանշանակ ես կասկած չունեմ, որ իրենց քվեն նախագահ Քոչարյանի տալով մեր ժողովուրդը պետք է վստահ լինի, որ պատիժ են կրելու այն մարդիկ, միայն այն մարդիկ, որոնք պատասխանատու են այս բոլոր աղետների համար, որոնք բերել են մեր գլխին։ Սա ակնհայտ։ Ի վերջո հիմա նաև պետք է նայել, որ հաճախ մենք լսում ենք մեղադրանքներ երկրորդ նախագահի հասցեն, որ ընդհանրապես չի ոչ թե ընդհանրապես չի պատժել, այլ այդ գլխավոր դերակատարները նախորդ շրջանում 1998-ին չեն պատժվել։ Իհարկե դուք հետաքրիր մեկնաբանություն տվեցիք ինչի իրականություն է, որովհետև մի բան է պատժել գործարան թալանողին, որ ես համոզված եմ, որ պիտի պատժել, որ ոնց որ արդարությունը վերականգնվի, բայց այլ բան է չպատժել Արցախը հանձնողին, այսինքն տարբերակ չկա այստեղ ուղղակի, էլի մարդիկ։ Ես էլ այդ տարբերակ չեմ տեսնում եւ ընդհանուր առմամբ, եթե մենք նայում ենք այսօրվա ընտրապայքարին, հա ոնց է ինքը գնում այդ ընտրապայքարը, իսկական արդեն սկսվել է, բաց այդ ցավոք պետք է արձանագրեմ, որ ընդդիմությունը գրեթե միասնական խաղում է Նիկոլի խաղը։ Ընդ որում տես, շատ པարզ օրինակ բերեմ, Պետրոսը, Հմեկի հայտնի Պետրոսը կանչում է մարդկանց ստուդիա, ասում է տրիպին դեմ եք, խաղաղության պայմանագրին ինչ եք անելու ու խոսում է երկու մեռելածին փաստաթղթերի մասին, որտեղ ես արդեն կասկած չունեմ, որ տրիպը այլևս գոյություն չունի եւ չի էլ կարող ունենալ երկու པարզ պատճառով։ Եթե ԱՄՆ-ն, ինչ է շատ եմ կասկածում, հաղթանակ է տոնում Իրանում, ապա իրեն տրիպը այլևս պետք չէ, որտեղ տրիպի ամբողջ իմաստը Իրանի զսպելն է։ Եթե Իրանն է հաղթում, ապա միանշանակ է, որ արդեն իրենք թույլ չեն տալու, որ տրիպը լինի։ Այսինքն այդ պարզագույն բանով մենք պետք է հասկանանք, որ տրիպը այլևս ցնդել է հոդս։ Խաղաղության պայմանագիրը, որի մասին իրենք խոսում են, նույնպես չկա։ Խաղաղության պայմանագիրը կա, երբ որ այն ստորագրված է։ Մինչ այն ստորագրված չէ, Բորիս ջան, ինքը չկա։ Եվ ընդդիմության ասածը պետք է հենց դա լինի, որ մենք գալիս ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու, խաղաղություն հաստատելու, որը այսօր չկա եւ չի էլ կարող լինի։ Իսրայելն ու Պաղեստինը մի երևի 40 քանի թվականից 47 թվականից մի 5-6 անգամ խաղաղության պայմանագիր են քննարկել ու այդպես էլ չի ստորագրվել։ Հիմա պատերազմը դեռ շարունակվում է։ Իհարկե, եւ տես այս առումով մենք պետք է հասկանանք, որ բացի դրանից այս իշխանությունը մի շատ հետարքից, անընդունելի, բայց շատ հետարքից ստրատեգիա են ընդունել։ Դնում են ինչ կա հանձնում են, հետո շատ լուրջ դեմքով Պետրոսը ստուդիայում ասում այ որ գաք հետ կբերեք, հա, գժանոց է։ Այդ ես էլ էի նկատել, գիտես։ Շատ գժանոց է, այսինքն դուք Արցախը հանձնում եք, հետո ինձ կանչում եք հարցազրույցի կամ Բորիսին, ասում եք հետ եք բերելու։ Եվ այդտենց շարունակվի Բորիս ջան, 27 թվականին կասեն Սևանը հետ եք բերել։ Կամ տրիպը ստորագրում են, ասում են չեղարկեք, կներեք, եթե ստորագրել, նախ համաձայն եմ ձեզ, որ դա արդեն մեռելացին նախագիծ է, որս նաև հանրային եթերում դա ասացի, եւ երկրորդը
Երկրորդը Ամերիկան այն պետությունը չի, ում հետ կարող ես բան ստորագրել, հետո սենց չեղարկել։ Այո, կգա նորմալ իշխանություն, կսպասարկի դա հայ ժողովրդի շահերից ելնելով, եթե կսպասարկվի, կհետաձգի, կձգձգի։ Նիկոլ Փաշինյանի այս վարքագիծը ինձ մի հրեական անեկդոտ հիշեցրեց, ձեր թույլտվությամբ պատմեմ, նաև կարծում ժողովրդի համար էլ հետաքրքիր կլինի։ Ուրեմն մի հրեա գնում է Ռավինի մոտ, ասում է արդեն չեմ դիմանում, չեմ հասցնում կրոնական Աստծո խոսքին ծանոթանալ, զոքանջս անդադ տանը կռիվները հրահարում, կինս անդադ չգիտեմ պահանջները դնում, երեխաներն անդադ լացում են, մի խոսքով լուծում չունեմ, ես այդ տանը չեմ կարող, անտանելի է տուն ինձ համար։ Ռավին ասում է լուծում առաջարկեմ, վաղը հիմա վերադառնում ես տուն, գնում ես ձեր գոմից կովերին, հավերին, ոչխարներին տանում ես տուն։ Տանում է տուն, հաջորդ օրը գալիս է Ռավինին, ասում է, գիտես, ընդհանրապես անտանելի է դարձել, այդ ամեն ինչին գումարվել են կովերը, ասում է, դե կարող ես կովերին տնից հանել։ Այսինքն խնդիրը կիսով չափ լուծել։ Հիմա հենց մարդը պատերազմը ինքը բերել է հայ ժողովրդի գլխին, ինչից էր դժգոհում։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թալան, չէ, կոռուպցիա, այդ ամեն ինչը կա։ Բայց որպեսզի հայ ժողովուրդը էլ թալան կոռուպցիայի վրա ուշադրություն չդարձնի, մի հատ պատերազմ է բերել։ Հիմա ինքը իր բերած պատերազմը, իր բերած կովը տնից հանում, ասում է խնդիրը լուծում եմ։ Պատերազմ չի լինի, բայց այդ պատերազմը դու ես բերել։ Ընդ որում գիտես, որի շատ հետաքրքիր մի բան կա, որ TV-ում էի դա ասել, որ ես համոզված եմ, որ նարատիվը իրանց պրեմիաների մասին, այդ պարգևավճարները, որ անընդհատ ստանում են ու բացահայտ են արդեն դա անում, սա էլ է հինադարվում, որովհետև դա անգլերեն ասած damage control է։ Այսինքն Նիկոլին ձեռք է տալի, որ հասարակ պարզ ժողովուրդը խոսա պարգևավճարից, այլ ոչ թե կոռուպցիայից։ Օրինակի համար պարգևավճարների թեման մի պաս տվերեց Անիֆի թեման։ Եվ իհարկե Նիկոլին շատ ավելի ձեռք է տալի, որ խոսան պարգևավճարներից, քան գողություններից։ 65 միլիոն դոլարի անհետացում։ Բացի դրանից, Կամ 200 միլիոն դոլարի համահայկական հիմնադրամի անհետացում։ Կամ նայ, բացի դրանից մամուլում անընդհատ նամանոթես վերջի մի քանի ամիսը տեղեկություններ են, գրվում, որ այս падգամավորն կամ այն Պաստրոնյան բնակարան է գրել, առանձնատուն է գնել, սա է գնել։ Հիմա այս պարգևավճարների թեման ներս գցելով նաև պարզ մարդու մոտ ստեղծում է տպարություն հադե միլիոններով պարգևավճար է ստացել, բա կառնի այդ տունը, այլ ոչ թե կոռուպցիոն սկանդալ։ Երկրորդը, որ շատ կարևոր է, տես Նիկոլը սկսեց մեր ժողովրդին վախեցնել պատերազմով։ Ընդ որում այդքան առաջ գնաց, որ դուրի ժամկետ նշեց։ Ասում է, ես եթե չընտրվեմ, սեպտեմբերին պատերազմ անեմ։ Սա իրականության մեջ պետք է մեր ժողովրդին շատ հստակ բացատրվի։ Նիկոլը դրանով ասեց, որ սեպտեմբերին իր ընտրվելու դեպքում մենք տարածքային կորուստ ենք ունենալու, ինքը էլի տարածքախոս ստացավ Ադրբեջանին։ Իր ասածը, որից հենց դա է։ Ես բազմիցս ասել եմ, որ 1.5 տարի է սահմանազատման գործընթացը կանգնած է։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ըստ պայմանավորության նորից պետք է տարածք տանք ու Նիկոլը խնդրել է միջև ընտրություններ սահմանազատում չանենք, որովհետև այլ բացատրություն, որի ջան, դրան չկա։ Ուղղակի չկա, եթե Ադրբեջանը տրամադրված էր սահմանազատում նորմալ աներ, սան գոյություն ունեցող սահմանով միտեղ գոնե գիծ քաշեն, չի անում։ Սա նշանակում է, որ կրկին պահանջ կա տարածք հանձնելու։ Դրա համար Նիկոլը հստակ իրան թվում է, որ ինքը ձրի կտա այդ տարածքը։ Դուք չգիտեմ հետևեցիք թե ոչ, ներողություն եմ խնդրում, փաստորեն Տավուշի մարզում այսպես առանց աղմուկ հանելու տարածք տվել են արդեն դիրքեր են այդ քաշել։ Դրա մասին ստուպիկ էր բացահայտում, ես չգիտեմ իրոք, գիտես այլ մի գժան արբանյակային լուսանկարներ դրված են։ Դենց է դա մեր բնեն մեկ արբանյակայինը բերում է որպես ապացույց ներկայացնում, մեկ հենց դու ես ներկայացնում, ասում է սուտ է։ Դրա համար իրոք մենք բառից բուն իմաստով գժանոցում ենք հայտնվել, բայց մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ պատերազմով վախացնողը պատերազմ բերողն է։ Մի մարդ է, որ անդադար պատերազմներ է բերել հայ ժողովրդի գլխին։ Ընդ որում այդ պատերազմները կործանարար են եղել մեր համար։ Մենք եղել ենք աշխարհում, եթե չեմ սխալվում, միակ ազգը, որ ունի երկու պետություն։ Աշխարհում միակն ենք։ Ուրիշ մարդիկ, ուրիշ ժողովուրդներ երազում են գոնե մեկ պետություն ունենալ, մեզ բախտ էր վիճարկվել երկու պետություն ունենալ։ Հիմա սրանց պատճառով, սրանց աշխատանքի հետևանքով, սրանց թուրքի տակ պարկելու հետևանքով մնացել է մեկը։ Հիմա այդ մեկն է քրքրում են։ Հիմա տեսեք, սրանք վերջին մի քանի տարիներին, իսկ հատկապես վերջին մի քանի ամիսներին ուղղակի սառնարանն էլ բացում ես որևէ ԿՊԱ-ական, որևէ Դանիել Լեոնիսյան,
որևէ սատելիտ, ասում են հիբրիդային պատերազմ, Ռուսաստանը մեր թշնամին է, Ռուսաստանը պատրաստվում է կեղծել Հայաստանի ընտրությունները, չգիտեմ ոնց, բայց ամեն դեպքում պատրաստվում է կեղծել, Ռուսաստանը հանձնեց Արցախը, Ռուսաստանը SNN եւ այս ամեն ինչի ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Ռուսաստանը մեր բարեկամն է, զանգարում է Պուտինին, ինչպես Փաշինյանն ինքն է ասում, խնդրել է, որ Պուտինը իրեն ընդունի եւ իր մասնագիտական տոնի օրով, այսինքն ապրիլի 1-ով իրեն հրավիրում են Մոսկվա։ Ես Հրավիրելու հետ մեկտեղ ես նայեցի 3 ռուսական պետական հեռուստաընկերությունները, այո, Փաշինյանին հրավիրել են, բայց պետական հեռուստաընկերությունների ուղերձը սա էր։ Լավ է, որ մենք ուրախ ենք, որ Փաշինյանը գալիս է, բայց մենք իր խոսքերին չենք հավատում այլևս։ Հիմա ինչ փոխվեց, այս հիբրիդային պատերազմը մոռացան, չգիտեմ։ իրավիճակը իրականում այսպեսին է 21 թվականին ընտրություններից առաջ, որովհետեւ մենք հասկանանք ինչ է իրականում տեղի ունեցել։ Սա իմ կարծիքն է, իհարկե, ոչ թե դաշինքի այլ իմ անձնական կարծիքը, ես կասկած չունեմ, որ 21 թվականին Նիկոլը թռել է Մոսկվա եւ ՌԴ նախագահային խոստում տվել, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված անխոչնդոտ ճանապարհը Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև, ինչպես եւ պայմանագրում գրված է, տրվելու է Ռուսաստանի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո։ Ինքը գնացել է, ասել է, ընդ որում միջև այդ ինքը անընդհատ, եթե հիշում ես, ասում էր, որ այս թղթում տես բան գրած չկա, դա չի լինի, բայց արի ուտես որ ընտրություններից առաջ Նիկոլը թռնում է Մոսկվա, ընդ որում ասեմ Նիկոլը վախում է ռուսերից շատ ավելի շատ, քան իրականում ռուսական կողմը կարող է անել ազդեցության տեսանկյունից Հայաստանում։ Իր մոտ ուղղակի պաթոլոգիկ վախ է ռուսերից։ Ինքը 21 թվին գնացել է ասել է, որ ճանապարհը տալիս եմ սահկանը, մենակ մեր ընտրությունների մեջ մի խառնվեք, ընդ որում կրկնում ես չեմ պատկերացնում, իսկ ոնց պետք է Ռուսաստանը խառնվի մեր ընտրություններում, չեմ տենում իր ազդեցության լծակները։ Մի խոսքով գնաց, երևի թե համոզեց, երևի թե չնայած կրկնում եմ, սա անպայման պետքա բոլորը հասկանան։ Ես չեմ տեսնում, թե ոնց կարա Ռուսաստանը խառնվի Հայաստանում։ Հետո եկավ Ստե Նիկոլը եւ խափեց, որտեվ տարիներ անց ինքը թռավ Ամերիկա եւ թրիփ ստորագրեց։ Հիմա, երբ որ ինքը տեսնում է, որ թրիփը ցնդել է հոդս, ինքը հասկանում է, որ Ալիևը սենց թենից ուզող է այդ միջանցքը եւ ինքը շատ լավ գիտի բոլորիցս լավ, որ ինքը խոստացել է Ալիևին, որ տալու է։ Ես կասկած չունեմ, որ ինքը այսօր գնալու է Մոսկվա, Պուտինին ասեն թրիփ սախսուտա, ես իրականում ձեր համար է այս ամեն ինչ անում։ Ճանապարհը տալիս եմ Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Էլիան նույնը անելու։ Նույն ֆինտը ֆռալու են նորից։ Ես չեմ կարծում, եթե անկեղծ չեմ կարծում, պետական հեռուստաընկերություններն դա էլ է ազդակ է, դա էլ է ազդակ, բայց որովհետեւ մենք նաեւ ճիշտ գնահատենք Ռուսաստանի ազդեցությունը, ես մի անգամ ասել եմ, նորից կասեմ, ես կասկած չունեմ, որ նախագահ Քոչարյանի ընտրությունների ժամանակ, երբ որ ինքը պայքարում էր նախագահության համար Կարեն Սերոբիչի դեմ, Դեմիրճյանի, ես կասկած չունեմ, որ ռուսական կողմի համակրանքը Դեմիրճյանի կողմն էր, կասկած չունեմ, այդ ժամանակ նախագահ Քոչարյանը գործիքներով օգնում էին Դեմիրճյանին, նախագահ Քոչարյանը եւ ՌԴ նախագահը այդ ժամանակ նույնիսկ ծանոթ չէին։ Եվ կասկած չունեմ, որ ռուսական կողմը շատ ավելի շատ կնախընտրեր, որպեսզի Հայաստանում նախագահ ընտրվեր Դեմիրճյանը, բայց հայ ժողովուրդը ընտրեց նախագահ Քոչարյանին եւ Ռուսաստանի Դաշնությունը դրան որևէ կերպ ոչ ընդդիմացել է, ոչ է խանգարել է։ Ինչի եմ դա ասում, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, որ ի վերջո Ռուսաստանի աշխատելա ոչ այսպիսինը չէ։ Իրանք չեն խանգարում, իրանք չեն միջամտում, իրանք ուղակի աշխատում են ընտրված իշխանության հետ այնքան ժամանակ, մինչև այդ իշխանությունը չի անցնում բոլոր չափերը։ Նիկոլը չափերը անցնելն են, որը շատ մոտիկ է։ Անցել է շատ բաներում, մնացածում էլ է շատ մոտիկ։ Եվ ես ասեմ, եթե ինքը Աստված մի առասը վերընտրվի, ապա շատ մոտիկ է այն բանը, երբ որ ինքը կհայտարարի, որ ռուսական բազան այլևս Հայաստանում պետք չի լինի, որտեղ մենք թուրքերի ու ադրբեջանցիներ արդեն քիրվեցին են։ Ժողովրդի ասած ծրծամ արդեն տված է։ Դրամ այդ առումով մենք պետք է հասկանանք, որ առաջինը Ռուսաստանը չի խառնվելու Հայաստանի Հանրապետության ընտրություններին, ուղղակի չի խառնվելու։ Դիրքորոշում, որպես երկիր իհարկե կարող են ունենալ, սատարել ինչ որ մեկին, բայց մտքում, նույնիսկ չեն էլ ցույց տալու ում են սատարում։ Իրանց ձեռագիրը չի դա։ Չեն անում։ Հասկանաս, այսինքն այդ առումով մի բան էլ որ ընդդիմադիրները այդ խայծը ուտում են Նիկոլի, չգիտես խի բոլոր ընդդիմադիրները փորձում են տարանջատվել Ռուսաստանից, մինես վախվխելով, անընդհատ այո ռուսական կողմն է, բաներ ունի, թերություններ ունի, սխալեր ունի, ախպեր թարգեք։
թարգեք, այդ խաղը մի խաղացեք, որովհետև մի հատ բարձ հարց տեսնեք։ Երբ որ այստեղ Նիկոլը կամ իր այն մանկլավիկներ կան, Շիրինյան, Միրինյան, դրանք որ ասում են պրոռուսականները բան, հիմա մեր ժողովուրդը պետք է բարձ հարց տա։ Ինչ է նշանակում պրոռուսական։ Դրան պատասխանելու համար բարձ հարց։ Ռուսաստանի շահը այս տարածաշրջանում եւ կոնկրետ Հայաստանում որն է, որի ժամ մի շահ կա, չլինել հակառուսական։ Ընդ որում նայ չլինել հակառուսական, ոչ թե լինել հակաեվրոպական, հակաամերիկան, այլ հակառակը չլինել հակառուսական։ Հիմա եթե մենք նայում ենք Արևմուտքի շահ, Թուրքիայի շահ, Ադրբեջանի շահ, Իսրայելի շահ, Հայաստանում ի՞նչն է, կրկին մի բան, լինել հակառուսական։ Եվ մեր ժողովուրդը պետք է ի վերջո դա հասկանա, որ Ռուսաստանի համար մեծ հաշվով այդ մի բանն է պետք է համար այդքան որ նույն Ուկրաինայից է պետք որից դու համաձայն ես դառնալ հակառուսական ճակատի մսացու, մի դժգոհի որ հարվածները նույն Ուկրաինայում, չէ, որից բոլորիս աչքի առաջ է եղել։ Ռուսաստանը բազմիցս բոլոր մակարդակներում ասել է, այ մարդ ուզում եք Եվրոմիության անդամ լինել, լինեք, խնդիր չկա։ Բայց ՆԱՏՕ-ի անդամ չեք կարող լինել, որովհետև դա մեր անվտանգության սպառնալիքն է։ Այսինքն Ռուսաստանը կարմիր գիծը գծել է եւ որևէ կերպ չի խառնվել Ուկրաինայում, որևէ կերպ։ Հացլախ ես այն կարմիր գիծը ուղղակի միանցի։ Ինչ եղավ Ուկրաինայի խես ժողովրդին խաբեցին եւ այսպես մցաղացի մեջ մցրեցին ամբողջ միացք։ Հիմա նույնը մեր մոտ են ուզում անում, մեր հետ էլ նույնն է Ռուսաստան ասում է, եղբայր, քեզանից բան չենք ուզում։ Դու ես մեզանից ստանում տնտեսապես միլիարդներ ես ստանում։ Միակ բանը որ քեզանից ուզում ենք հակառուս մի եղի։ Հիմա անդիմադիրները դա հասկանալով չպետք է անընդհատ փորձ անեն, ինչ որ տարանջատվեն ռուսական կոմունիզմը։ Հակառակը, այո, իհարկե բացահայտ պետք է ասել, որ Հայաստանում ցանկացած իշխանություն պարտավոր է հաշվի նստել թե Ռուսաստանի Դաշնության շահերի հետ, թե Իրանի Իսլամական Հանրապետության շահերի հետ եւ թե տարբեր այլ խաղացողների։ Եվ դա ամենավառ օրինակը հենց նախագահ Քոչարյանի կառավարման տարիներն են։ Մի մարդու, որ համարում են պրոռուսական, այդ մարդու ղեկավարության օրոք Հայաստանում միլիարդավոր դոլարների ներդրումներ են արվել հենց ԱՄՆ-ից, Եվրոմիությունից, եւ Ռուսաստանից, եւ Չինաստանից, եւ բոլոր այլ երկրներից։ Հենց իր ժամանակի դիվանագիտությունը աճել այնքան, որ Հայաստանը դարձել է առևտրի միջազգային կազմակերպության անդամ, որ Հայաստանը ԵԽ-ի անդամ է դարձել։ Այդ ամեն ինչը նախագահի ժամանակ է եղել։ Եվ նաեւ ինքը կարողացել է տղամարդկային լավ բարեդրացական հարաբերություններ պայել Ռուսաստանի Դաշնության թե ղեկավարի թե երկրի հետ։ Եվ նաև այդ ամեն ինչի ներքո կարողացել էր պայել ազատ եւ անկախ Արցախը։ Եվ մեր ժողովրդի ընտրությունը շատ պարզ է այս առումով։ Ես չեմ սիրում ինքս հետ գնալ Բորիս, բայց մենք հասել ենք մի կետի, ուր ես վախում եմ փորձությունից։ Ես անկեղծորեն որպես մարդ, որպես 48 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես վախում եմ նոր փորձությունից։ Ես համաձայն եմ դες, ես լսում եի քաղաքական անդիմադիր ուժերից մեկի ղեկավարներից մեկին, ով ասում է թվարկում էր մեր երկրի ղեկավարներին, ասում է արևելագետ ունեցել ենք, փորձել ենք, չի ստացվել, ինժեներ ունեցել ենք, հա, բանասեր ունեցել ենք, լրագրող ունեցել ենք, այ եկեք մի հատ էլ այս ձևի փորձենք, բայց կներեք, մենք չենք ուզում փորձա դաշտ դառնալ, որովհետև բոլորն էլ քաղաքականությամբ զբաղվելու տեղ ունեն, բայց պիտի կոնկրետ առաջարկներ պատասխանատվությամբ հանդես գան, ոչ թե եկեք փորձենք դրանք էսի ոնց եւ առաջարկներ եւ փորձ, այսինքն գիտես ինչ, բոլորի համար ակնհայտ է, չէ՞ որ Ադրբեջանը Նիկոլով բազում խոստումներ ունի, բազում։ Ես կասկած չունեմ, որ բանավոր մենք չենք պատկերացնում ինչքան է սա խոստացել։ Եվ ակնհայտ է, որ ով էլ գա Նիկոլից հետո, առաջի 6 ամիս 1 տարին լրջագույն, ծանրագույն աշխատանք ունի անելու հենց դիվանագիտական պահով, եւ այդ աշխատանքում ահա որ կարևոր դեր է ունենալու Ռուսաստանի Դաշնությունը եւ ԱՄՆ-ն։ Նայ ես Եվրոմիությունը այս բանին չեմ ասում, որտեղ Եվրոմիությունը իրենց սխալների պատճառով քանդման եզրին է կանգնած, թե ռուս-ուկրաինական պատերազմի, թե հիմա Իրանի նաև պատճառով, նո Ամերիկանը մեղավոր է, բայց տնտեսապես դա խփելու է առաջերտին Եվրոպային։ Եվ ես նույնիսկ կասկածում եմ, մյուս տարի Եվրոպան այլևս այն չի լինի, ինչ որ կար։ Արդեն հիմա այն չի։ Բայց Հայաստանի նոր ղեկավարը պետք է կարողանա միանգամից Ռուսաստանի, ԱՄՆ-ի, նախընտրել է նաև Չինաստանի եւ Իրանի հետ զուգակցի բանակցի, որպեսզի նախ եւ առաջ կանխի Ադրբեջանի որևէ տեսակի պահանջները, սա առաջինը, ավարտի հասնի սահմանազատման process-ը ջերմուկի տարածքները ազատագրելով եւ Սյունիքի, այսինքն Ադրբեջանը պետք է հետ քաշվի այնտեղ,
օրակարգ մտցնի Արցախայության վերադարձի հարցը, որը կրկնում եմ Հայաստանի համար այսօր շատ ավելի կարևոր է, քան արցախցիների։ Շատ ավելի կարևոր է։ Ինքը շատ կարևոր դիվանագիտական ուժեղագույն կետ է դառնալու մեր դիվանագիտության մեջ։ Եվ չորրորդը շատ կտրուկ քայլելով, շատ արագ քայլելով վերականգնել թե բանակը, թե մեր տնտեսությունը եւ թե մարդկանց վստահությունը վաղվա օրվա հանդեպ, որտեւ եթե այդ վստահությունը չլինի, Բորիս ջան, ներդրումներ Հայաստանի Հանրապետություն չեն գա։ Իսկ սա նաեւ կրկին, հա, ցուցիչ է այս 8 տարվա մեջ, ինչքան է Նիկոլեն Թմկարեն, որ ստեղծել են 7 տրիլիոն աշխատատեղ, փաստը է, որ 7 տարվա մեջ Հայաստանում որևէ նոր լուրջ կազմակերպություն միջազգային ոտք չի դրել։ Լուրջ կազմակերպություն դուրս է եկել, HSBC-ին դուրս է եկել։ HSBC-ին դուրս է եկել, ցանցերը հիմա այն ինչ կատարվում է Տաշիր ընկերության հետ, այդ ցանցերի խլման process-ը։ Սա միանշանակ ամենավատ բանն է, որ կարող է պատահել։ Իդեպ հետաքրքիր է, որ լրահոսից այսպես լուրջ իմաստով բաց մնաց, այդքան թմկահարում են, չէ, որ Nvidia ընկերությունը $500 միլիոն ներդնելու է, պարզվում է, որ ոչ մի $500 էլ չի ներդրվելու, եւ այդ $500 միլիոն ասվածի առնվազն $300 միլիոն վարկով տալու են Հայաստանի բանկերը, այսինքն այն պարտքը, որ Հայաստանը վերցրել է, տվել է բանկերին, բանկերը տալիս են քաղաքացիներին, այդ փողը տալու են, այսինքն Հայաստանի մեջ եղած փողն է, առնվազն 300 միլիոնը։ Մոռանում ես, որ Ամուլսարը նույնն է։ Ամուլսարը ոչ մեկ չեկավ տենց ներդրում չարեց, հետո չգիտես ոնց եսի մոմեն բերե, որի վարկավորում անում է հայկական բանկերը։ Եվ գարանտը կանգնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բայց այստեղ պետք է նաև Nvidia-ի մասին խոսալուց հասկանանք, որ Իրանը հենց այս պահին Nvidia-ի գրասենյակները թիրախ է, եւ ես անկեղծ ասած լուրջ կասկածներ ունեմ, որ Nvidia-ն եթե այս կոնֆլիկտը երկարի, Իրանի հարևան երկիր կգա։ Չի գա։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան, այդ քեզ զրույցի համար։ Ես շեշտեմ զրուցում եք քաղաքական գործիչ Հայաստան Դաշնքի անդամ Արա Վարդանյանի հետ, տեսություն կհանդիպենք։